Նախ ցավում եմ, որ ինչպես ֆրանսիական խորհրդարանում 19-րդ դարի սկզբին կասեին մոնտենյարները, այսինքն լեռան վրա գտնվողները լքեցին դահլիճը, բայց ես կխոսեմ հանրության համար, իմ բարեկամների համար, որպեսզի պարզ լինի մեր տեսակետը։ Ես այսօր հանդես եմ եկել արտահայտ ելույթով, իմ անձնական տեսակետը ներկայացրել եմ, եւ պետք է նշեմ, որ սա այն դեպքն է, որ մեր բոլորիս տեսակետը հիմնականում նույնն է։ Այո, անհրաժեշտություն կա նման հայտարարություն ընդունելու համար։ Եվ միանգամից նշեմ, Հայաստանի Հանրապետական խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու այս հայտարարությանը։ Միգուցե ես ելույթ չունենայի, եթե չլինեին հայոց խորհրդարանում մարդիկ, ովքեր անում են հայտարարություններ, որոնք մեծ ցանկության դեպքում չի կարելի անվանել ազգային ու պետական շահերը սպասարկող։ Միգուցե կարող են սպասարկել այլ կառույցների շահեր, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության եւ ոչ որպես հայ ժողովրդի։ Նախ կարծում եմ պետք է յուրաքանչյուրը էթիկա ունենա եւ երբ որ մի բան ասում է, պետք է նաեւ լսի պատասխանը։ Դա դաստիարակության խնդիր է։ Մենք գոնե այդպես ենք, միշտ պատրաստ ենք լսելու, բայց քանի դեռ այստեղ չեն, իրանց շեֆը կարծում եմ ուշադիր կլսի եւ մանավանդ խոսքս էլ ուղղված է իրենց քաղաքական առաջնորդին։ Նա 25 տարին ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը իր թիմով հանդերձ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չի մոռացել եւ ոչինչ չի սովորել։ Հայոց պետականության այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ ըստ իս պարտվողական քաղաքականությունը ընդունելի չի ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի մեծամասնության, այլ նաև հայ հասարակության եւ հայ սփյուռքի կողմից։ Եվ միգուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին։ Մարդիկ, որոնք իրենց քաղաքական հիմքում դրել են ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, թեզը, մարդիկ, ովքեր որ ցեղասպանության միջազգային դատապարտումն ու պահանջատիրությունը հանել են եւ նույնիսկ չեն էլ մտցել իրենց քաղաքական օրակարգ, այսօր խոսում են ուրացումից։ Բարեկամներ, գող առաջինն է գոռում բռնեք գողին։ Մարդ, որը որ ասում է այս ամբիոնից պահանջատիրությունը սխալ է, այսօր այն քաղաքական ուժերին, ում օրոք ՄԱԿ-ի ամբիոնից մինչև Եվրոպական խորհրդարանի ամբիոն, մեր պատգամավորներն ու մեր պետության առաջնորդը խոսում են ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ժխտողականության քրեականացնելու մասին, խոսում է ուրացումից։ Հիմա ով է ուրանում։ Երկրորդը, այստեղ շատ եք խոսում Ղարաբաղի շահի մասին։ Մենք վտանգում ենք Ղարաբաղի շահը։ Մեջ եք բերում Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածները։ Կարդացել ենք այդ հոդվածները։ 13-րդ կետում գրված է։ Հստակ գրել եք, որ թուրքական, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կապ ունի Ղարաբաղյան process-ի հետ։ Մենք այս 5 տարի ասում ենք, որ չի կարող Թուրքիան դերակատարում ունենալ եւ միջնորդ լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, չեն կարող այս երկու գործընթացները փոխկապակցված լինել, մարդիկ գալիս այս ամբիոնից ասում են կապ ունի։ Իսկ ով է ասում նաեւ հրմիաթիշեք։ Երկու պետություն, մեզնից արևելք Ադրբեջան, մեզնից արևմուտք Թուրքիա։ Հիմա ով է ուրացողը։ Ով է մտածում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շահերի մասին։ Իրանք։ Խոսում եք ցեղասպանության պահանջատիրության վնասի մասին։ Ավելի վեզ մնաց, քան թե որ դուք եք գրել, որ բաց միայն սփյուռքը պետք է զբաղվի պահանջատիրության հարցերով։ Այսինքն անտեր ենք թողում, հա սփյուռքին։ Հա ժողովրդավարությունից եք խոսում, ազգային արժեքներից եք խոսում, հայրենասիրությունից եք խոսում, կանգնում ասում եք կեղծ ազգայնականներ։ Հիմա ո՞վ է կեղծ ազգայնականները։ Ո՞վ է կեղծ ազգայնականը, ո՞վ է պոպուլիստը։
Մեկ կողմնորոշվի, եթե դեմ ես միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ասա դեմ եմ, ու էլ մի ասի, որ հաշտեցման գործընթացում եղավ ուրացում։ Եթե կողմ ես Ղարաբաղի հանձնելուն, ասա կողմ եմ, ու ասա դա ասում եմ նրա համար, որ Թուրքիային դեմ մտցնեմ այդ խաղի մեջ։ Ես կարծում եմ, որ հայոց խորհրդարանում հարգելի բարեկամներ, նմանատիպ նույնիսկ մտածելն արդեն հանցագործություն է։ Եվ գալ այս ամբիոնից խոսել, որ նման հայտարարությունը անհրաժեշտություն չկա, սա վտանգում է Ղարաբաղի շահերին, համահայկական հռչակագիրը Սերժ Սարգսյանի հռչակագիրն է, թող խելոք, համահայկական հռչակագիրը ողջ հայ ժողովրդի շահերը սպասարկող հռչակագիրն է, որտեղ մեր նվինապետական աթոռների առաջնորդները կան, առաքելական Սուրբ եկեղեցին եւ Էշմիածինը եւ Անտիլիասը, կաթողիկ եկեղեցին, սփյուռքահայ գաղթօջախները, բոլոր կառույցները, վերջին 500 տարում առաջին անգամ հայ ժողովուրդը մուրճով նույն մեխին ա խփել, էլի ստեղ պետք է մի բան գտնենք, ասենք, սա լավ չի։ Իսկ գիտեք դա ինչից է, որտեվ իրանք չեն արել, որտեվ բարդույթավորված են, որտեվ իրան ժամանակ, հաբա հաղթանակը մենք մինչև 92 թվականն ասում, որ հաղթել ենք, դա տեղի է ունեցել նրա համար, որ մենք ենք եղել, այս ձևի քաղաքականություն ենք, իրատեսական քաղաքականություն։ Որևէ մեկ իրավունք չունի Ղարաբաղյան հերոսությունը, Ղարաբաղյան հաղթանակը սեփականաշնորհելու։ Կլինի այսօր, կլինի երեկ, կլինի վաղը, որևէ իշխանություն իրավունք չունի։ Այո, ձախողումները դա իշխանության ձախողումներն են, իսկ հաջողությունները դրանք հասարակության եւ ժողովրդի հաջողություններն են։ Եվ վերջում որպես պատմաբան 20 թվին անդրադառնամ, պարոն Մինասյան, դուք խոսելու իրավունք չունեիք, ես մի կասեմ։ Հիմա 20 թվին կործանվեցին, որովհետև կեղծ ազգայնականներ եկան։ Չգիտեմ ինքը ինչ գրքեր ա կարդացել, միգուցե խորհրդային շրջանի կամ Ադրբեջանում գրված գրքերը։ Բայց կա պարզ պատմագիտական ճշմարտություն։ Առաջին հանրապետությունը կործանվեց թուրք բոլշևիկյան համագործակցության արդյունքում։ Կործանվեց դրա համար, որ հայ բոլշևիկները քարոզում էին, որ դաշնակցականների հետ համար մի պայքարեք։ Էսա կարմիր թուրքը գալիս է։ Ու այդ ձև մտածողները Կարսը գնացին հանձնեցին։ Այս ձև մտածողների պատճառով շատ լավ է, որ դուք չեք իշխանության, առաջիկա 100 տարում չեք ելնելու։ Շնորհակալություն ուշադրության համար։ Կներեք, որ մի քիչ բորբոքվեցի, բայց Ինչա պարոն Մինասյան։ Իրա ելույթը։ Ուրիշ ոչ այո։ Մեր ելույթը իր քաղաքական կնքահայերի համար էր։ Հիմա հարգելի գործընկերներ, ասում ենք ամփոփի ելույթների, հարգելի պարոն Զաքարյան, համեցեք։ Այնուհետև հարգելի Տիկին Փոստանջյան, դուք կամփոփեք։ Կարծում եմ երկու խոսքեր դուք կունենաք ասելու։ Այո, այո։ Շնորհակալություն։